Ես ոչ մեկից նեղացած չեմ։ Ոչ մեկից։ Ես ոչ մեկից նեղացած չեմ։ Ինչու է Որոնը քննադատությամբ հանդիսական ասես չի կարող։ Աստված իրեն բարին տա։ Բոլորին բարին տա, ձեզ էլ բարի տա։ Մի քիչ համերաշխ եղեք, համբերատար եղեք։ Սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ ազգ ենք, մի բուռ մարդիկ ենք մնացել։ Լույսը խավարի տեղ մի դրեք, ոնց որ այդ դուք եք ներկայացնում։ Ցավոք սրտի, լրատվությունն է այդպես ներկայացնում, երբ որ լրատվությունը իր տեղը լինի, հավատացեք, երկիրը լավ վիճակի մեջ կլինի։ Չէ ասի, ոչ բոլորը, ոչ բոլորը։ Չգոհացրեց հանրապետականում, որի պատճառով դուք դուրս եկաք։ Ճիշտ ասած, ես դուրս չեմ եկել, հանրապետականն է ինձնից հեռացել։ Ես չգիտեմ իրենց հարցը։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես դուրս եկավ։ Դուք հասկանում եք նրա այդ քայլը։ Ճիշտ ասած, ես բան չեմ կարող ասել Հովիկ Աբրահամյանի համար, երկար տարիներ ես աշխատել եմ Հովիկ Աբրահամյանի հետ, հարգում եմ Հովիկ Աբրահամյանին, բայց ոնց որ վարչապետ է եղել, ոչ իր հետ խոսել եմ, ոչ զանգել ենք, ոչ տեսնվել ենք։ Ինչ որ ես ասում եմ, ճիշտ եմ ասում, գիտենաք։ Կրիմինալ դեպքերի մեջ եք եղել։ Ես ճիշտ ասած կրիմինալ դեպքերի մեջ չեմ եղել, դա դուք եք այդպես ներկայացրել եւ ձեր տերերն են ձեզ ասել, որ այդպես ներկայացրեք։ Իմ ժողովուրդը ուրիշ բան գիտի, իսկ դուք ուրիշ բան գիտեք։ Ինչ մնում է, եթե պետությունը, ինչ ասեցիք նատել, ճնշումների ընդհանրապես մարդը որ ծնվում է իր մոր որովայնի, ճնշումների տակ է։ Փառք երկինք կետին ստեղծող արարիչ Աստծուն։ Պողոս Առաքյալին այնքան բան արեցին, հիմա մենք էլ ապրում ենք, ուզում ենք նմանվել այդ ճանապարհին։ Այդ գործընթացին։ Չգիտեմ, ստացվեց թե ոչ։ Բոլորին, ովքեր որ առաջադրել են իրենց տեխնազությունը, բոլորին էլ համարում եմ ինձ մրցակից։ Շատ լավ կլինի, ուրախանամ։ Այնքան լավ կլինի։ Ես չեմ տարբերվում, հավանականը ժողովուրդը կասի իմ կատարած աշխատանքով։ Որը դուք չեք տեսնում, ագնոցները թանեք կտեսնեք։ Դուք հանգիստ ընտրարշավ եք նախատեսում։ Դուք սուտ եք խոսում, դուք սուտ եք խոսում, Ինչու եք լրատվամիջոցների դուք սուտ եք խոսում, ես ընդհանրապես նմանատիպ գործերի մեջ չեմ մեղադրվել, ցավոք սրտի, եթե հանկարծ Գյումրիի միած շուն, որ ասենք այնտեղ ինչ որ մեքենայի տակ գտնի, բերում կապում եք Ղուկասյան Վարդանին, պարտադիր, այդ դա ցես պարտադրում են, այդ դա է վատ։ Դուք ես մնացածը չեմ ուզում շատ խոսել, ցավոք սրտի, երբ որ լավ չեմ ուզում ասել, ասեք։ Մեծը գեզերքնի ամրան մեղավոր մարդիկ լրագրողներն են։ Այդ դուք եք արել, դուք եք սարքել, այդպիսի բան չկա։ Այդ դուք եք ներկայացրել, այդպիսի բան չի եղել, թմրանյութերի գործ բան, այդպիսի այդ դուք եք ներկայացրել։ Ղուկասյան լարված ընտրարշավ եք նախատեսում։ Հիմա եթե դուք ձեր տեղում լինեք, երկիրը ավելի լավ վիճակի մեջ կլինի։ Ցավոք սրտի դուք ձեր տեղում չեք։ Պաշտոնյաներն իրենց տեղում են։ Դա Աստված որ պաշտոնյաներն էլ իրենց տեղում լինեն։ Պարոն Ղուկասյան, Շիրակի մարզում լարված ընտրարշավ է սպասվում։ Չէ ասի լարված, այդ դուք ուզում եք որ լարված լինի, շատ հանգիստ, շատ խաղաղ, շատ գեղեցիկ։ Ոչ մի կրակոց չի հնչելու։ Չեմ հավատում որ այդպիսի բան լինի, որովհետև ինչ է պատահել, հանգիստ աշխատում են։ Քարոզ արշավի ընթացքում էլ եք Աստծուն հղում անելու նաև Միանշանակ, ես մշտական այդպես եմ ապրում։ Ես այդպես էլ ապրում եմ, այդպես, գիտեք ինչ, երբ որ բանով եք ասում, հեգնանքով եք ասում առաքյալների կամ աստվածաշնչյան խոսքերը, ես մեղքում եմ քեզ, մի այդպես խոսի հեգնանքով։ Շատ նորմալ ընտրություններ կանցկացվի Գյումրիում, ինչպես անցկացվել է նախորդ տարիներին։ Իսկ ինչ մնում է վարկանիշային ցուցակով, իհարկե ես համաձայնվել եմ մասնակցելու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշային ցուցակով։ Եվ նաև Սամվել Բաբայանի բավասարի ներողություն եմ խնդրում, որդին է առաջադրվում։ Ձեր հարաբերությունները հիմա ինչպես են եւ նաև որդու հնարավորություններն ինչպես է գնահատում հաշվի առնելով այն լծակները, որին հայրը տիրապետում է։ Գիտեք, ես երկար տարիներ ասեմ մասնակցում եմ ընտրությունների, սկսած 90 թվականից, իհարկե միշտ էլ վարչական լծակներ օգտագործել են, բայց կարծում եմ, այս ընտրություններին վարչական լծակները ավելի քիչ ազդեցություն կունենան, քան նախորդ ընտրություններին է եղել, որովհետև ամեն դեպքում ժողովուրդն է իրեն խոսքը ասելու, ժողովուրդն է իրեն ընտրությունը կատարելու եւ կարծում եմ դուք շատ լավ գիտեք գյումրեցիների հատկապես վերջի տարիների քվեարկության արդյունքները, այնպես որ վարչական լծակները կարծում եմ Գյումրիում ավելի քիչ ազդեցություն կունենան։
Շնորհակալություն փոխարեն կարող եք որպես պատասխան։ Չեմ պատասխան։ Որոշում չունեք կայացած հնարավորինս մասնակցեք ընտրություններին։ Վերջնականացնեմ պատասխանեմ։ Հիմա ստան չեմ ուզում։ Շատ պատասխանատու եմ։ Ինչի՞ց է կապված ձեր որոշումը։ Վերջնական լինի ձեր բոլոր պատասխանը կիմանաք։ Եթե Գագիկ Ծառուկյանը չէր վերադառնում, ես դուրս էի գալու քաղաքականությունից։ Դա եղել էր իմ անձնական որոշումը։ Դժվար եղավ պարոն Ծառուկյանին համոզել կրկին վերադառնալ քաղաքականություն, բայց այս պահին ավելին, քան այն, որ իսկապես այնինչ ես ասեցի իմ խոսքում բացարձակապես անկեղծ էր, որ Գագիկ Ծառուկյան եւ Բարգավաճ Հայաստան դա անկախտելի միասնական ընկալում ունի մեր ժողովրդի եւ հանրության մեջ եւ այսօր մեր կուսակցության առաջնորդը կրկին վերստանձնեց կուսակցության նախագահ եւ քաղաքական խորհրդի նախագահի լիազորություն։ Նախապես ասել էիք, որ այսօր նաև հայտնի կդառնա ինչ ձևաչափով է Բարգավաճ Ուրեմն եթե դուք կբերեք որևէ հարցազրույց, որտեղ կոնկրետ ես ասել եմ, որ համագումարի օրը մենք հրապարակելու ենք դաշինք, ես ասել եմ որևէ անուն, ոչ այսօր, ոչ վաղը, միջև վերջնական բանակցությունները քաղաքական ուժերի հետ չավարտվեն, գոնե ինձանից դուք ինձանից որևէ անուն, ոչ որևէ քաղաքական ուժի, ոչ որևէ գործչի չեք լսելու։ Ծառուկյանը եւ նաեւ միասնություն կուսակցությունը եւ մի շարք այլ կուսակցություններ, որոնք ձեզ հետ բանակցությունների մեջ էին, նրանք ներկա չէին։ Ուրեմն ես չեմ կարող ասել, կազմակերպչական խնդիրներով ես չեմ զբաղվել, շատ շնորհակալ եմ։